Արթուր Գալստյանն է, նրան Գյումրիում ճանաչում են որպես հոգեբան, հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին աջակցող երիտասարդ։ Սիրում է իր քաղաքը, աշխատանքը, տունը, մարմինը, իսկ ամենից շատ մորը։ Բայց իրականում Արթուրի պատմությունը ոչ միայն սիրո, այլև հասարակության անընդունելի բարքերի, պետական անպատասխանատվության եւ դրանց դեմ մղվող ծանր պայքարի պատմություն է, որը սկիզբ առավ 1991 թվականին։ Ոսկեհատին հենց ծննդատանը խորհուրդ տվեցին հրաժարվել 6 ամսական կանխածին որդուց։ Բժիշկները ծնողներից տեղյակ են եղել, որ ձեր երեխայի մոտ կա մուգ մանկական ուղեղային կաթված, դե երիտասարդ ընտանիք եք, ձեզի ավելնորդ խնդիրները պետք չեն ու կրնակ հրաժարվիկ։ Արթուրը կռիվ տվեց ապրելու համար, իսկ 10 տարեկանում որոշեց թողնելու է սայլակը, պարզվում է սիրահարվել էր։ Ստիպեց ինձ դուրս գալ սայլակից, միայն այն պատճառով, որ չէի ուզում, որ ինքը տարբերություն տեսնի իմ ու իր միջև։ Արթուրը քայլեց, սկզբում քայլակով, ապա թևանցուկ մորը։ Երկու շատ ծանր վիրահատություն հաղթահարեց եւ 8 տարվա տնային ուսուցումից հետո որոշեց դպրոց է գնալու։ Շուտով նա ավարտեց արհեստագործական ուսումնարանը, զբաղվեց պարաօլիմպիկ ծանրամարտով, Արթուրին սկսեցին ճանաչել արդեն մեդալներով, ապա հաջողությամբ ավարտեց հոգեբանության հնգամյա կուրսը, իսկ ավելի ուշ արժանացավ մագիստրոսի կոչման։ Լինելով ակտիվ քաղաքացի, բարձրաձայնում է բոլորային խնդիրները, որոնցով շրջապատված են հատուկ կարիքներով մարդիկ, պայքարում իր ու մյուսների հավասար իրավունքների համար։ Ինչպես տեսակ, ես ստիպված էի աստիճաններով իջնելու։ Ֆիզիկական անմատչելիությունը ամենամեծ խնդիրն է ամբողջ քաղաքում։ Պետական վարչական կառույցներից մինչև դպրոցներ, հանրային այլ կառույցներ, թե քահարտակները կամ չկան, կամ շատ անհարմար են։ Երկրորդը տրանսպորտի խնդիրն է։ Տարբեր կլոր սեղանների ժամանակ, երբ որ ներկա են եղել քաղաքապետարանից ու մարզպետարանից պաշտոնյաներ, այս խնդիրը միշտ բարձրաձայնվել է։ Արդեն տասնյակ տարիներ բարձրաձայնում է, պայքարում իր ու մյուսների ազատ տեղաշարժի համար։ Ներառական հասարակություն կառուցելու բարձր ու վեհ լոզունգների տակ բազմաթիվ խնդիրներ են ծպտված։ Նույնիսկ Գյումրու քաղաքապետարան տանող այս թե քահարտակները չափանիշներին չեն համապատասխանում։ Կարեն Մալխասյանը համաձայն է, ֆիզիկական մատչելիության խնդիր կա ամենուրեք։ Դրանք մեկ օրում լուծելն անհնար է։ Այդ խնդիրը անտեսված է եղել ժամանակին եւ հիմա այս տարիների ընթացքում ճիշտ է դանդաղ քայլերով, բայց մենք գնում ենք այդ խնդրի լուծմանը։ Այստեղ նաեւ կարեւոր է ոչ միայն պետական մարմինների մոտեցումը, այլ հասարակության մոտեցումը ընդհանրապես, որովհետեւ կարող է պետությունը օրենսդրորեն ամրագրել որոշակի ստանդարտներ, որոնք պետք են հենց այդ նույն թե քարտակների համար եւ այլն, բայց հասարակության անդամը ով մեկը շինարար է, մեկը պետական պաշտոնյա է, այդ հարցին անտարբերությամբ ու անպատասխանատվության է մնում։ Հետևաբար մենք բոլորս պետք է լինենք պատասխանատու եւ այդ հարցին մոտենանք շատ լրջությամբ։ Կարեն Մալխասյանի խոսքով անհրաժեշտ են ֆինանսներ, նաև պետք է վերափոխել հասարակությանը, ինչը ժամանակ է պահանջում։ Արթուրի կարծիքով երկրում պետք է գործի օրենքը, իսկ հասարակության մի հատվածին այո, պետք է կրթել ու դա պետք է անեն հենց իրենք։ Չհանձնվել ու փորձել այդ խնդիրը լուծել խավարի մեջ թեկուզ մեկ լույս, մեկ մոմ վառելով։ Հենց այդ սկզբունքով է ապրում ու գործում Արթուրը, խավարի մեջ լույսեր վառելով։ Եթե լույս աշխարհ ենք գալիս, ուրեմն պետք է ապրենք ու վայելենք, ասում է նա։ Բոլորին նույն Աստված է ստեղծել, նույն արևն է, արևը ջերմացնում է բոլորիս համար։ Սիրեք, շատ սիրեք ձեր զավակներին, մտերիմին, ինչպիսին էլ որ նա լինի, որքան էլ որ տարբեր լինի, խորհուրդ է տալիս Արթուրը, իսկ ինքը եթե որոշեր նորից ծնվել, ասում է կնախընտրեր ծնվել նույն մարմնում, նույն ծնողներից։ Արմենուհի Մամիկոնյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գյումրի։